Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին և խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, ներկայացնելով մանրամասներ։ Նրա խոսքով հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պեսկովը ևս հայտնել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ երկրների առաջնորդների Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունված համատեղ հայտարարությանը, շեշտվել Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը, ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցի վերաբերյալ։ Հայաստանի ու Իրանի միջև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը նոր թափ են ստանում։ Օրերս աշխատանքային այցով Թեհրանում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, որը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, նաև էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության նախարարների հետ։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային և էներգետիկ գործակցությունը շարունակում է ընդլայնվել։ Աշխատանքային այցով Իրանում գտնվող Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման նոր ուղղությունները։ Այցի առաջին կարևոր հանդիպումներից մեկը կայացել է Իրանի փոխնախագահ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուր Մոհամմադիի հետ։ Դավիթ Խուդատյանը բարձր է գնահատել Իրանի հետ բազմոլորտ գործակցությունը, ընդգծելով, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի հարևան երկրի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային գործակցության խորացման հնարավորությունները, նաև Հյուսիս-Հարավ ծրագրի կարևոր հատվածների իրականացումը։ Նախարարը կարևորել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, նաև Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը։ Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուր Մոհամմադին իր հերթին ընդգծել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը շարունակում է առանցքային դեր ունենալ երկու երկրների տնտեսական գործակցության զարգացման գործում։ Այցի ընթացքում Դավիթ Խուդատյանը հանդիպել է նաև Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հետ։ Կողմերը քննարկել են նավթագազային և ենթակառուցվածքային գործակցության ընդլայնման հարցերը, նաև Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման հնարավորությունները, էներգետիկ ոլորտում առևտրի ընդլայնման հարցերը։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գործակցության նոր ուղղություններն ու կմշակի համատեղ նախաձեռնություններ։ Իրանի նավթի նախարարը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամություն արտատեխնիկական ու տնտեսական հնարավորությունների շրջանակում շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ և աջակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանը։ Էներգետիկ գործակցության հարցերը շարունակվել են քննարկվել նաև Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիբադիի հետ հանդիպմանը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան 400 կՎ հզորությամբ երկրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքը, ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը երկու երկրների էներգահամակարգերի փոխկապակցվածության ամրապնդման, էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի մեծացման և տարածաշրջանային գործակցության ընդլայնման տեսանկյունից։ Օրակարգում եղել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, ներդրումային նոր նախաձեռնություններն ու փորձի փոխանակումը։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ հանդիպմանն էլ քննարկվել են ճանապարհաշինական ծրագրերը, սպորտային ու ավիացիոն գործակցության զարգացման հեռանկարները։ Դավիթ Խուդատյանը բարձր է գնահատել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, նշելով, որ իրանական կողմի ակտիվ ներգրավվածությունը վկայում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերության մասին։ Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ, նաև քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի
կառուցման նախաձեռնությունը, որը կբարձրացնի սահմանային անցակետի թողունակությունն ու կնպաստի առևտրաշրջանառության աճին։ Իրանում գտնվելու ընթացքում նախարար Դավիթ Խուդայցյանն այցելել է նաև իրանական Թունել Սադարիան ընկերության կողմից կառուցվող նոր թունելի շինհրապարակ և Թեհրան-Հյուսիս ավտոճանապարհի կառուցման կենտրոն։ Նախարարը տեղում ծանոթացել է ժամանակակից թունելաշինական տեխնոլոգիաներին, կառավարման համակարգերին և իրականացվող աշխատանքների ընթացքին, ուսումնասիրելով այն փորձը, որը կարելի է կիրառել նաև Հայաստանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում։ Իրան կատարած այցի պաշտոնական մասի ավարտից հետո Խուդաթյանը այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ։ Խուդայցյանի աշխատանքային այցը Թեհրան փաստում է, որ հայ-իրանական հարաբերությունները մտնում են ավելի գործնական փուլ՝ էներգետիկ անվտանգությունից մինչև ճանապարհաշինություն, սահմանային ենթակառուցվածքներ և գազային գործակցություն։ Կողմերը ոչ միայն ամփոփել են ընթացիկ ծրագրերի իրականացումը, այլև նախանշել նոր նախաձեռնություններ, որոնք առաջիկա տարիներին կարող են էապես խորացնել երկու հարևան երկրների տնտեսական ու ենթակառուցվածքային գործակցությունը։ Կառավարությունը պետական աջակցություն կտրամադրի արտահանման սահմանափակումների հետևանքով ֆինանսական դժվարությունների հանդիպած ձկնաբույծներին։ Միաժամանակ գործադիրը տնտեսվարողներից պահանջում է բարձրացնել արտադրողականությունը, որակը և դիվերսիֆիկացնել իրացման շուկաները։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի շուկայի հետ կապված իրավիճակի նշել է, որ այն ոչ թե ճգնաժամ է, այլ տնտեսության վերափոխման հնարավորություն։ Նիստում հրապարակվել է նաև տնտեսական ակտիվության նոր ցուցանիշները։ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7.7%-ով, հունվար-հունիսին աճը կազմել է 7.9%, արդյունաբերությունն աճել է 10%, շինարարությունը 24%, ծառայությունների ոլորտը 11%-ով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով գյուղատնտեսությունում խնդիրները պահպանվում են, իսկ զբոսաշրջությունը շարժվում է պատմական առավելագույն ցուցանիշի ուղղությամբ։ Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է Հայաստանի Հանրապետությունում, պետք է արձանագրել նաև, որ մենք ըստ էության զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք եւ մեծ է հավանականությունը, հաշվի առնելով նաև առաջիկայում սպասվող COP17 համաժողովը, մեծ է հավանականությունը, որ 2026 թվականին մեր զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ։ Վարչապետը նաև հայտնել է, որ Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի ինքնիշխան վարկանիշի հեռանկարը կայունից դարձրել է դրական, վարկանիշը պահպանելով BA3 մակարդակում։ Գործակալությունը նշել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, ներքաղաքական կայունությունը, ներդրումների աճն ու տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացումը։ Կենտրոնական բանկից պարզաբանեցին, վարկանիշի հնարավոր բարձրացումը կարող է նպաստել պետության, բիզնեսի և քաղաքացիների համար ֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցմանը։ Կառավարությունը հաստատեց նաև Արարատի և Արմավիրի մարզերի 135 արդյունաբերական ձկնաբուծարաններին աջակցելու ծրագիրը։ Ավելացված արժեքով հարկ վճարող տնտեսություններին միանվագ կփոխհատուցվի 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ը։ Հաշվարկի հիմքում կերի 1 կիլոգրամի համար սահմանվել է 900 դրամ արժեք։ Անհրաժեշտությունը այս ծրագրի պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները, որպեսզի դրանք մեղմենք, որպեսզի նրանք կարողանան մի կողմից ինքնարժեքը իջեցնելով հնարավորություն ունենալ ներքին շուկայում որոշակի գներ իջեցնել եւ դրանով նաեւ մենք կարծում ենք սպառումը ավելացնել եւ միևնույն ժամանակ իհարկե արտաքին շուկաներում էլի ինքնարժեքի իջեցմամբ հնարավորություն ունենան նոր շուկաներ կարողանան գտնել, որպեսզի նոր շուկաներում մտնեն։ Ծրագրի շրջանակում կարևոր է, որ կերը պետք է ձեռք բերված լինի պարտադիր սերտիֆիկացված, այսինքն պետք է լինի սերտիֆիկացված կեր, որը համապատասխանի եւ ԵԱՏՄ եւ ԵՄ ստանդարտներին, մնացած կետերը արդեն վերաբերվում են այն, այսպես ասած, մեխանիզմներին, թե ինչպես կարող են տնտեսվարողները դիմել, որպեսզի այս աջակցությունը ստանան։ Փաշինյանը սակայն պահանջեց պարզել, թե ինչու է մեծ ծավալով արտեզյան ջուր օգտագործող ոլորտը տարեկան ընդամենը 2.5-ից 3 միլիարդ դրամի հարկային եկամուտ ապահովում։ Նրա խոսքով պետք է բացահայտել հնարավոր ստվերը, բարձրացնել արտադրանքի որակն ու անցնել ջրի խնայող տեխնոլոգիաների։ Ջրօգտագործման նոր թույլտվությունների դեպքում
բանջարաբուծարաններին տրամադրվող ջրի ծավալը կնվազի 35.6%-ով։ Քննարկման հիմնական շեշտը տնտեսական կապերի դիվերսիֆիկացումն էր։ Վարչապետը հայտարարել է, կառավարությունը տարիներ շարունակ տնտեսվարողներին հորդորել է չկենտրոնանալ միայն մեկ շուկայի վրա, սակայն շատ ոլորտներում իրական փոփոխություն չի կատարվել։ Գիտեմ, որ այսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ-ի ռուսական շուկայի եւ Ռուսաստանի շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն։ Աջակցենք ինչքան պետք է։ Ու փառք Աստծո, մենք այսօր այդ հնարավորությունը ունենք, որ աջակցում ենք։ Ու կաջակցենք ինչքան պետք է։ Բայց ես կտրականապես դեմ եմ, որ մենք աջակցենք այն ուղղությամբ, որը չտանում զարգացման։ Փաշինյանի խոսքով նոր շուկաներ մուտք գործելու համար տնտեսվարողները պետք է համապատասխանեն դրանց պահանջներին, սկսած արտադրանքի որակից եւ հումքի ծագումից մինչեւ արտադրության բնապահպանական ազդեցություն։ Պետական աջակցությունն էլ պետք է ոչ միայն պահպանի գործող արտադրությունը, այլև ստիպի այն տեխնոլոգիապես վերազինել եւ բարձրացնել մրցունակությունը։ Գործադիրը 650 միլիոն դրամ հատկացրեց նաեւ Վեդու ջրամբարի ծրագրին։ Պիտի ասեմ, որ շինարարությունը պարոն վարչապետ, ինչպես նախորդի վառիթ ունեցել ենք ձեզ ներկայացնելու, այդ թվում նաև ջրամբար կատարած այցի շրջանակներում ավարտվել է 30 միլիոն ծավալ տարողությունից 12.5 միլիոն խորանարդ մետր էսպային ջրալցվել է, փորձարկել ենք եւ ջրալցման եւ ջրաթափման համակարգերը, նաև վթարային ջրաթափման համակարգը, սա ընթացիկ կարգով նախատեսված վճարում է եւ ոչինչ դրանից ավել։ Կառավարությունը հաստատեց նաև Սևանա լճի ափին անցկացվելիք Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնի անցկացումը։ Օգոստոսի 21-ից 22-ը նախատեսված միջոցառմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 100 խումբ Հայաստանից, Կանադայից եւ Ավստրիայից։ Երկու փուլից հետո եզրափակիչ կանցնի առավելագույնը 20 խումբ։ Մրցակցային ֆոնդը 10 միլիոն դրամ է։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից եւ մենք կունենանք երկու փուլով ընտրություն միջև վերջնական փառատոնը, առաջին փուլում, որը արդեն իսկ ընթացքի մեջ է եւ նախատեսում է, որ վաղը կամփոփենք, մասնակիցները ընտրվում են առցանց ուղարկված տեսաձայնագրությունների հիման վրա, երկրորդ փուլը անցած 50 բենդերի լսումները կանցկացվեն մարզերում եւ Երևանում, նախատեսում ենք դա իրականացնել օգոստոսի 5-ից 11-ը, 11-ին կամփոփվեն արդեն եւ միջև 20 բենդներ, որոնք կլինեն այս երկու ուրեմն փուլերի արդյունքում լավագույն գնահատվածները կունենան հնարավորություն մասնակցելու օգոստոսի 21-ից 22-ը նախատեսվող վերջնական մրցույթ փառատոնին։ Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման կապակցությամբ կառավարությունը կիրակի հրաժարական կտա։ Դրանից հետո հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության առաջադրած թեկնածուին։ Կառավարության մի շարք անդամներ եւ պաշտոնյաներ աշխատանքը կշարունակեն արդեն ազգային ժողովում։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման եւ ԵԱՏՄ շուկայում հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների շուրջ Երևանն ու Մոսկվան տարբեր դիրքորոշումներ են ներկայացրել։ Երևանը շեշտում է երկաթուղին երկրի սեփականությունն է եւ պետք է ծառայի Հայաստանի տնտեսական ու ռազմավարական շահերին, իսկ ռուսական կողմը խոսում է կոնցենսիոն պայմանագրի փոփոխության հնարավոր ֆինանսական հետևանքների մասին։ Հայաստանի երկաթուղին երկրի ազգային շահերին ծառայեցնելու Երևանի դիրքորոշումը կոշտ արձագանք է ստացել Մոսկվայից։ Ռուս պաշտոնյաները զգուշացնում են ներդրումների փոխհատուցման հնարավոր պահանջի մասին եւ ընդգծում Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի նշանակությունը։ Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովի խոսքով ընկերությունը պատրաստվում է կատարել կոնցենսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն պայմանների փոփոխման կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող է պահանջել կատարված ներդրումների վերադարձ։ Մենք մտադիր ենք ամբողջությամբ կատարել Հայաստանի հետ կնքված կոնցենսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Եթե հայկական կողմը որոշի փոխել դրա պայմանները կամ դադարեցնել պայմանագիրը, մենք իրավունք կունենանք ակնկալելու կատարված ներդրումների վերադարձ։ Ընկերության ստացած շահույթը ուղղվել է երկաթուղային համակարգի զարգացմանը։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն էլ իր հերթին ընդգծել է Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի նշանակությունը։ Նրա ներկայացրած տվյալներով 2015-ից 2025 թվականներին Հայաստանի արտահանումը միության երկրներ 240 միլիոնից դարձել է 3.2 միլիարդ։ Ռուս պաշտոնյան նաև հայտարարել է, որ այլ շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ են նոր ստանդարտներ, արտադրական շղթաների վերակազմավորում եւ լրացուցիչ ծախսեր։ ԵԱՏՄ անդամակցությունը հայկական ապրանքներին ապահովում է միության շուկաներ, մուտքի լայն հնարավորություններ։ Այլընտրանքային շուկաներ դուրս գալը պահանջում է արտադրության եւ լոգիստիկայի երկարատև վերակառուցում։ Եթե երկաթուղու վերաբերյալ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, ռուսական կողմը կարող է փոխհատուցման հարց բարձրացնել։
Երևանի դիրքորոշումը սակայն հստակ է. Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը անկախ գործող կոնցեսիոն կառավարումից Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Հայկական կողմը ցանկանում է, որ երկաթուղին ամբողջ ծավալով ծառայի երկրի տնտեսական, տարանցիկ եւ ռազմավարական շահերին, չխոչընդոտելով նոր տարածաշրջանային ծրագրերն ու միջազգային գործընկերների հետ գործակցությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով կառավարությունը նախընտրում է խնդիրը լուծել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական բանակցությունների միջոցով, սակայն եթե կողմերը համաձայնության չհասնեն, Երևանն իրավունք ունի կիրառելու պայմանագրով եւ միջազգային իրավունքով նախատեսված իրավական մեխանիզմները։ Մեր նպատակը ոչ միայն օրինական, այլև բարեկամական համբերատար։ Մենք շարունակելու ենք խոսակցությունը։ Մենք չենք փակվելու, մենք շարունակելու ենք խոսակցությունը։ Իսկ ինչ իրավական հիմքով է երկաթուղին արվում, իրավական հիմքի ձևակերպումը իրավաբանների հարցն է։ Բայց դա մեր սեփականությունն է, մենք մեր սեփականությունը վերականգնում ենք, վերանորոգում ենք, ում պետք է արդարանանք դրա համար։ ԵԱՏՄ-ի շրջանակում հայկական ապրանքների արտահանման խոչընդոտը եւս Երևանը դիտարկում է ոչ միայն որպես երկկողմ, այլև ամբողջ միության խնդիր։ Փաշինյանի գնահատմամբ, եթե ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված ազատ տեղաշարժի սկզբունքները չեն գործում, նշանակում է միության մեխանիզմները չեն կատարում իրենց հիմնական գործառույթը։ Հայաստանի կառավարությունը չի հայտարարում ԵԱՏՄ-ից անհապաղ դուրս գալու մասին։ Երևանի նպատակն է պահպանել առկա գործակցությունը, բայց միաժամանակ զարգացնել նոր շուկաներ, նոր հաղորդակցային ուղիներ եւ արտաքին տնտեսական կապեր։ Հայկական կողմի ուղերձը պարզ է. Հայաստանը պատրաստ է գործակցության, սակայն այդ գործակցությունը պետք է հիմնված լինի իրավահավասարության, փոխադարձ պարտավորությունների կատարման եւ Հայաստանի ինքնիշխան շահերի հարգման վրա։ Հայաստանում տնային գործերի եւ ընտանիքի անդամների խնամքի հիմնական բեռը շարունակում են կրել կանայք։ Նոր հետազոտության համաձայն 30-35 տարեկան կանայք չվարձատրվող աշխատանքային շաբաթական հատկացումներ են մինչև 47-ից 49 ժամ, տղամարդկանցից շուրջ 4.5 անգամ ավելի։ Մասնագետները զգուշացնում են, անհավասար բաշխումը ոչ միայն մարդու իրավունքների, այլև տնտեսական եւ ժողովրդագրական խնդիր է։ Տան մաքրություն, սննդի պատրաստում, երեխաների, տարեցների եւ խնամքի կարիք ունեցող ընտանիքի անդամների հոգսեր։ Այս աշխատանքը ստեղծում է տնտեսական արժեք, սակայն չի վարձատրում եւ չի ներառվում երկրի հիմնական տնտեսական ցուցանիշներում։ Հայաստանում առաջին անգամ հաշվարկվել է չվարձատրվող աշխատանքի ամբողջական ծավալը ազգային ժամանակային փոխանցումային հաշիվների մեթոդաբանությամբ։ Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ, պետական կառույցների եւ Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայության մասնակցությամբ։ Արդյունքները ցույց են տալիս խիստ արտահայտված գենդերային անհավասարություն։ Կանայք ամբողջ կյանքի ընթացքում տնային գործերին շաբաթական միջինում հատկացնում են 15 ու 3 ժամ, ընտանիքի անդամների խնամքին եւս 8 ու 6 ժամ։ Տղամարդկանց դեպքում նույն ցուցանիշները համապատասխանաբար 3 ու 6 եւ 2 ու 2 ժամ են։ Ամենամեծ տարբերությունն արձանագրվում է աշխատանքային եւ երեխա ունենալու ակտիվ տարիքում։ 30-ից 35 տարեկան կանայք չվարձատրվող աշխատանքին շաբաթական հատկացնում են մինչև 47-ից 49 ժամ, իսկ տղամարդիկ 8-ից 11 ժամ։ Աշխատանքային տարիքում մեր մոտ կանայք մոտավորապես 4-5 անգամ ավել աշխատանք են անում չվճարվող, քան թե տղամարդիկ։ Եվ մաքսիմալ տարբերությունը հասնում է այն տարիքում, երբ որ 23-ից 27 տարեկան հասակում, երբ որ տարբերությունը 10 անգամ ավել է։ 10 անգամ ավել ժամանակ կանայք ներդնում են այդպիսի խնամքի մեջ համեմատած տղամարդկան։ Հետազոտության հեղինակների գնահատմամբ չվարձատրվող աշխատանքի հիմնական շահառուները երեխաներն են, իսկ գլխավոր կատարողները կանայք։ Նրանց մեծ մասը միաժամանակ ներգրավված է նաև վարձատրվող աշխատանքներում, փաստացի աշխատելով 2 ամբողջ դրույքով։ Այդ ծանրաբեռնվածությունը սահմանափակում է կանանց մասնագիտական առաջխաղացումը, նվազեցնում եկամուտ ստանալու հնարավորությունը եւ հետագայում ազդում կենսաթոշակի չափի վրա։ Ընտանիք կազմելու եւ կարիերան շարունակելու միջև ընտրությունն անդրադառնում է նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա։ Մասնագետները նշում են, առաջին երեխայի ծննդյան տարիքի բարձրացումը մասամբ պայմանավորված է հենց աշխատանքը եւ ընտանեկան պարտականությունները համատեղելու դժվարությամբ, որքան ավելի ուշ է ընտանիքը երեխա ունենում, այնքան նվազում է երկրորդ եւ երրորդ երեխայի ծնվելու հավանականությունը։ Չափազանց կարեւոր է, որ կինը
այդ մշտական մեղավորության զգացումը տանելով առաջ չգնա աշխատանքի մեղավոր զգալով իր ընտանիքից այդ ժամանակը վերցնելու տեսանկյունից եւ չգնա տուն մտածելով, որ աշխատավայրում գործ եմ թողել, ինչ կմտածի իմ մասին իմ գործատուն կամ իմ գործընկերները, եթե ես իմ երեխաների խնամքով պետք է նաեւ զբաղվեմ։ Կարևոր է, որ մենք նաեւ կարողանանք այս բալանսին բերել, որպեսզի մարդը կարողանա իր պոտենցիալը հանգիստ ռեալիզացնել եւ նաեւ երեխաների ու ընտանիքի հետ անցկացրած ժամանակը լինի որակյալ ժամանակ, որպեսզի նաեւ երեխաների խնամքը որակյալ կարողանան կազմակերպել։ Առաջարկվող լուծումների թվում են մանկապարտեզների, մսուրների, տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների ընդլայնումը, աշխատանքային ճկուն ժամերի կիրառումը եւ ծնողական արձակուրդի ավելի հավասար բաշխումը կանանց եւ տղամարդկանց միջև։ Փոփոխություններ են անհրաժեշտ նաեւ գործատուների մոտեցումներում։ Ընտանիքամետ աշխատանքային պայմանները մասնագետների խոսքով ոչ միայն աջակցում են աշխատողներին, այլև բարձրացնում են արտադրողականությունը, նվազեցնում կադրերի արտահոսքն ու նոր աշխատակիցների վերապատրաստման ծախսերը։ Հետազոտության նախնական արդյունքներից որոշ դրույթներ արդեն ներառվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարություններում։ Հեղինակները նախատեսում են դրանք ներկայացնել պետական գերատեսչություններին եւ պարբերաբար կրկնել ուսումնասիրությունը հասկանալու համար։ Իրականացվող քաղաքականությունները նվազեցնում են կանանց չվարձատրվող աշխատանքի բեռը, թե անհավասարությունը պահպանվում է։ Անդրադառնանք տարածաշրջանում տեղի ունեցողին, Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածներ հասցնել, թիրախավորելով ինչպես ռազմական օբյեկտները, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Երկու կողմերում էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը օրերս Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կոչ էր արել հնարավորինս արագ դադարեցնել պատերազմը եւ վերադառնալ բանակցություններին, սակայն Կրեմլում հայտարարել են, որ հակամարտության սառեցումը այս փուլում անհնար է, իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոսել է բանակում առկա խնդիրների մասին։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են։ Կիևում ռուսական բալիստիկ հրթիռային հարվածների եւ երկրի տարբեր շրջանների ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում Չեռնիգովում 9-ամյա երեխա, 25 մարդ վիրավորվել է։ Ռուսական կողմը հայտնել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով Գորլիվկայում զոհվել է 4, իսկ Դոնի Ռոստովում 2 մարդ։ Չնայած Կիևը պատրաստ է հրադադար հաստատել, սակայն ինչպես նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը, նա պատրաստվում է մոբիլիզացիայի։ Ավելի վաղ Վյորտսկան եւ Վաժնիեի իստորիին հղումանելով Ռուսաստանի նախագահի վարչակազմի հետ աշխատող աղբյուրներին գրել էին, որ Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են 2026-ի հոկտեմբերին հայտարարել Ուկրաինայի դեմ պատերազմի համար նոր մոբիլիզացիա եւ այդ հարցը քննարկվում է բոլոր մակարդակներում։ Սակայն Պուտինը դեռևս վերջնական որոշում չի ընդունել։ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ իր երկրում առկա են մի շարք հրատապ խնդիրներ, որոնցից ամենամեծը հենց մոբիլիզացիան է։ Կան հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Ամենամեծ մարտահրավերը մոբիլիզացիան է, հաջորդը հոպն է։ Մենք բավարար քանակությամբ հակաբալիստիկ պաշտպանության համակարգեր չունենք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով գիշերվա ընթացքում Ռուսաստանը կիրառել է 7 բալիստիկ հրթիռ եւ 136 անօդաչու թռչող սարք։ Հիմնական թիրախներից մեկը եղել է մայրաքաղաք Կիևը։ Սա ռուսական դիտավորյալ ահաբեկչություն է, որը ռազմական որևէ արդարացում չունի։ Ուկրաինական զինված ուժերը եւս շարունակել են հարվածները Ռուսաստանի խորքային շրջաններին։ Ըստ ուկրաինական եւ ռուսական աղբյուրների անօդաչուները թիրախավորել են Ռոստովի ուղղությամբ երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքները։ Ուկրաինական կողմը նաեւ հայտնել է Ղրիմում գործող Չորնոմորնեֆտեգազ ընկերության օբյեկտներից մեկի Գերան եւ Գերբերա տեսակի անօդաչուների կառավարման կայանի, նաեւ Տյումենի, Յարոսլավի նավթավերամշակման գործարանների, Ուդմուրտիայի նավթաբազայի խոցման ուղղությամբ։ Ռուսական կողմն էլ հայտարարել է, որ բարձր ճշգրտությամբ զենքով խմբային հարված է հասցրել Կիևում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Ռազմական գործողությունների էլ ավելի սրման ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը։ Օմսկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Տոկաևը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել պատերազմն ու առաջարկել վերադառնալ իր ձևակերպմամբ Ստամբուլյան բանաձևին, որպես բանակցությունների հիմք։ Իհարկե, ցավալի է, որ երիտասարդներ են զոհվում, իսկ նրանք եղբայրական ժողովուրդների գենոֆոնդն են։ Այս ամենը պետք է դադարեցնել։ Այս հակամարտության բնույթը շատերի, այդ թվում մեզ համար, հասկանալի չէ։ Սակայն Կրեմլում նման առաջարկը գործնական չեն համարում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. այս պայմաններում հակամարտության սառեցումն
անհնար է, Ռուսաստանը շարունակելու է հասնել իր հայտարարած նպատակներին։ Ուկրաինայի կառավարության ներկայիս դիրքորոշման պայմաններում հակամարտության սառեցումը որպես այդպիսին անհնար է։ Մենք ունենք մեր առանցքային նախապայմանը, պետք է հասնենք մեր նպատակներին։ Միաժամանակ հաղորդվում է, որ շարունակվում են նաև միջազգային մակարդակով պատերազմի դադարեցման շուրջ քննարկումները։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկել են հնարավոր օդային հրադադարի տարբերակը, սակայն Կրեմլում հայտարարել են, որ նման տեղեկությունները դեռ վաղ է մեկնաբանել եւ ցանկացած նախաձեռնություն կգնահատվի միայն այն դեպքում, եթե համապատասխանի Ռուսաստանի շահերին։ Այլ թեմաներ՝ շարունակել պայքարել բնության դեմ, թե սովորել ապրել նրա հետ։ Եղեգիս ֆեստ փառատոնում այդ ընտրությունն արդեն կատարել են։ Այստեղ երաժշտությունը, տոնական տրամադրությունը միավորել էին մի կարևոր գաղափարի շուրջ՝ մարդն ու վայրի բնությունը կարող են ճակերտավոր ասած խաղաղ գոյակցել։ Եթե ցանկանում եք, որ ծուրթած, արջը եւ մյուս վայրի կենդանիները մնան անտառում, պետք է պահպանենք նրանց բնական միջավայրն ու տարածքները։ Եթե բնությունը խոսել կարողանար, երևի կասեր, ինձ պարզապես մի խանգարեք։ Եղեգիսի կիրճում այսօր հենց այդ մասին էին խոսում, բայց ոչ դասախոսություններով, այլ երաժշտությամբ, զբոսանքներով, քաղցր համտեսներով ու իրական պատմություններով։ Վայոց ձորի մարզի Հորս գյուղում անցկացվող Եղեգիս ֆեստ փառատոնը մեկ օրով միավորել էր բոլոր նրանց, որոնք հավատում են, մարդն ու վայրի բնությունը կարող են ապրել կողք կողքի առանց հակամարտության։ Առաջին հայացքից սա պարզապես գունեղ փառատոն է, բայց իրականում այստեղ ամեն ինչ մեկ գաղափարի շուրջ է, ինչպես պահպանել բնությունը, պահպանելով նաև համայնքների կյանքն ու տնտեսությունը։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տարիներ շարունակ Եղեգիսի կիրճում վերականգնում է հյուծված էկոհամակարգերը, մասնագետների աշխատանքի շնորհիվ վերականգնվում են հողերը, կենդանանում են բուսականությունը եւ նույնիսկ նորից ջուր են տալիս տարիներ առաջ չորացած աղբյուրները։ Այս աշխատանքներն իրականացվում են Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ Darwin ինիցիատիվի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որի նպատակը կլիմայի փոփոխության հետևանքով խորացող մարդ վայրի կենդանի հակամարտության մեղմումն է։ Առանց մեղուների գիտեք, որ ընդհանրապես ոչ մի տեսակ միրգ, բույս եւ այլն չի կարա լինի, գոյություն ունենա։ Բայց այստեղ շատ կարեւոր է հասկանալ ոչ թե կոնֆլիկտի մեղմացում ասած հասկացողությունը, այլ ինչպես կարելի է ներդաշնակ ապրել բնության հետ։ Դա թե մեղուներն են, եւ թե արջերն են, եւ մյուս բոլոր տեսակները, որոնք իրավունք ունեն նույն կերպ ապրելու այս բնության մեջ, ինչպես եւ որ մարդը։ Ուղղակի մարդը տարբերվում է նրանով, որ ունի խելք եւ պատկերացում, թե ինչպես կարող է ճիշտ կազմակերպել իր կենցաղը, ճիշտ կազմակերպել իր գործունեությունը, որպեսզի հնարավորինս քիչ վնաս հասցնի շրջակա միջավայրին եւ բնությանը, եւ այս փառատոնը հենց նվիրված է դրան, այդ համակեցությանը, այդ պատկերացումներին։ Մասնագետներն ասում են, արջը գյուղ չի գալիս պարզապես հետաքրքրությունից։ Երբ մենք օգտագործում ենք նրա բնական կերը, խաթարում անտառային միջավայրը կամ զբաղեցնում այն տարածքները, որոնք անհրաժեշտ են վայրի կենդանիներին, նրանք սկսում են սնունդ փնտրել մարդկանց բնակավայրերում։ Այս ծրագրի շրջանակում տեղադրված արևային էլեկտրական հովիվները պաշտպանում են մեղվանոցներն ու տնտեսությունները, առանց կենդանիներին վնասելու, իսկ վայրի կենդանիները շարունակում են մնալ իրենց բնական միջավայրում։ Մեծ ընտանիք քրտեր ունենք, մեղվանտանիքներ որ ունեն, հիմա գեդի բանկում են, երեմի 1000 փեթակ հիմա այնտեղ մեղվանտանիք ունեն։ Այնքան մի հատ հրաշալի տեսարանը, այս վայրի բնություններ, որ օգնել է, բաներով շրջապատել են, հովիվներով էլեկտրական։ Դեղին ящикներն է սիրում, մի հատ հրաշալի տեսարան է։ Այդ հովիվների արդյունքում է, որ հիմա մենք այդպես մի քիչ պոտենցիալ աճ ունենք մեղվանտանիքների հետ։ Թե չէ շատ ահավոր ջարդում էր արջը։ Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էր Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, որը ծանոթացավ Darwin ինիցիատիվի եւ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ծրագրերի արդյունքներին եւ համայնքներում իրականացվող աշխատանքներին։ Մեծ պատիվ է այսօր լինել այստեղ, Եղեգիս ֆեստում։ Հատկանշական է, որ այս նախաձեռնությունը դարձել է հարթակ, որտեղ միավորվում են բնության պահպանությունը, կայուն զբոսաշրջությունը եւ համայնքների զարգացման գաղափարները։ Միացյալ Թագավորությունը մեծապես կարևորում է կենսաբազմազանության պահպանումը եւ կլիմայական մարտահրավերներին համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը։ Ուրախալի է տեսնել, որ այս գեղեցիկ տարածաշրջանում այդ արժեքները վերածվում են գործնական նախաձեռնությունների, որոնք ոչ միայն պաշտպանում են բնությունը, այլև ստեղծում են նոր հնարավորություն
հնարավորություններ մարդկանց, հատկապես երիտասարդների եւ տեղական ձեռներեցների համար։ Բայց այսօրվա ամենակարևոր ուղերձը պաշտոնական ելույթներում չէր, այն երևում էր մարդկանց աչքերում, որոնք հասկացան, որ բնության պահպանությունը սկսվում է ոչ թե անտառ գնալուց կամ ծառ տնկելուց, այլ պատասխանատվությունից։ Բնությունը մեզանից շատ բան չի պահանջում, միայն պետք է հիշել, որ այս լեռները, անտառներն ու կիրճերը միայն մարդկանցը չեն։ Եթե վայրի կենդանիներին թողնենք իրենց կերը, իրենց տարածքն ու իրենց խաղաղությունը, ապա ծուրթատարչերն ու մյուս բնակիչներն էլ չեն փնտրի ճանապարհ դեպի գյուղեր։ Եվ հենց սա էր Եղեգիս ֆեստի ամենակարևոր ուղերձը։ Բնության հետ խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է մարդու անտարբերությունը։ Հունարոմեական ոճի իմշամարտի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձել է 3 մեդալով։ Ջանես Նազարյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ Արարատ Ավետիսյանը եւ Գևորգ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ։ Հավաքականի մարզիչների գնահատմամբ արդյունքը դրական է, սակայն մի քանի քաշային կարգերում եւս հայ ըմբիշները մեդալ նվաճելու հնարավորություններ ունեցել են։ Որ նախորդ հաղթանակը պատահական չէր։ Բրոնզե մեդալներ նվաճեցին Արարատ Ավետիսյանը եւ Գևորգ Հարությունյանը։ Հայաստանի հավաքականը Բաքու էր մեկնել ամբողջական 10 մարզիկից բաղկացած կազմով։ Հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի խոսքով հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելուց առաջ ստացել էր անվտանգության երաշխիքներ։ Մրցումների ընթացքում մարզիկների եւ պատվիրակության անդամների անվտանգությունն ապահովվել է, իսկ մրցավարական լուրջ միջադեպեր ըստ նրա չեն արձանագրվել։ Նշենք ոսկե մեդալը Ջանես Նազարյանի, ոնց որ ասեցի, այդ տարիների ընթացքում առաջի անգամ հիմնը հնչեց այդ մոնենտը մեծ պալատի, դա շատ հուզիչ էր, շատ ոգևորիչ էր, որ կարողացանք, մենք ասում ենք երևի չթողնեն դաժե, բայց այնց ստացվեց, որ պրոբլեմ չեղավ Ջանեսի հետ կապված, մրցավարության հետ, մնացած հարցերի հետ կապված ինքը ոնց պատրաստ էր անցյալ տարվա եւ աշխարհի առաջնության հաջողությունը կրկնել Բաքվում։ Ավելի դժվար է այդ նույն մակարդակին մնալը, քանի որ եթե անցյալ տարի մի քանի հոգի էին աշխատում ինձ վրա, այս տարի բոլորն էին աշխատում ինձ հաղթելու համար։ Այդ դեպքում ես ավելի պետք է լավ աշխատեի ու այս տարի այդպես էլ արեցինք մարզիչների հետ միասին, փորձեցինք ավելի լավ պատրաստվել, այսինքն մի հաղթանակի տարբերակի փոխարեն մի քանի տարբերակ մշակել, որ եթե մի կողմով աշխատեն ինձ վրա, ես մյուս կողմով կարողանամ հաղթանակ տանել։ Բրոնզե մեդալ նվաճած Արարատ Ավետիսյանը միջազգային խոշոր մրցաշարերում արդեն երրորդ անգամ է բարձրացել պատվո հարթակ։ Նախորդ տարի նա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել ավելի թեթև քաշային կարգում, իսկ այս մրցաշրջանում քաշային նոր կարգում բրոնզե նվաճել եւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում Ավետիսյանը նվազագույն տարբերությամբ պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում ժամանակի շուտ առավելության է հասել հունգարացի մրցակցի նկատմամբ։ Պետք է ավելի լավ պատրաստվենք, սխալների վրա աշխատենք, շատ պարապենք, պետք է հավաքված գոտեմարտեր անեմ, մի քիչ լավ չմասնակցեցի, որովհետև բաց էի գտնում եւ տեղեր կային, սխալներ կային, պետք է այդ սխալները ուղղել եւ շարժվել առաջ։ Գևորգ Հարությունյանն աշխարհի առաջնությանն առաջին անգամ էր մասնակցում։ Բաքվում առաջին գոտեմարտում նա մրցել է ադրբեջանցի ներկայացուցչի հետ եւ լարված պայքարում պարտվել նվազագույն հաշվով։ Այդ հանդիպման ընթացքում Հարությունյանը կոտրել է արմունկի ոսկորը, սակայն նույնիսկ վնասվածքը չի խանգարել հայ ըմբիշին շարունակել պայքարը եւ նա հաջորդ փուլում 7-6 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին, նախորդ տարվա աշխարհի չեմպիոնին, իսկ բրոնզե համար գոտեմարտում Հարությունյանը հաղթանակ է տարել մեկ միավորի առավելությամբ։ Ես որ պարտվեցի, իմ սրտի խորքում շատ ուժեղ ցավ զգացի, հետո հասկացա, որ կարամ բրոնզե մեդալ վաստակեմ ու գնացի միջև վերջ։ Ձեռքից ցավին այդ ժամանակ էլ չեմ նայել։ Միանգամից ուզեցել եմ, այսպես իմ լեզվով ասեմ, ուզեցել եմ կպնեմ իմ գործին։ Հատի համահայկական 13-րդ փառատոնն այս տարի առաջին անգամ կանցկացվի Ստեփանավանում։ Օգոստոսի 1-ին նախատեսված միջոցառմանը ներկայացվել են խորովածի ավանդական եւ նոր տեսակներ անցկացվել են, խոհարարական մրցույթ եւ համերգային ծրագիր։ Կազմակերպիչների նպատակ ունեն փառատոնի միջոցով զարգացնել Լոռու մարզի զբոսաշրջությունը եւ աջակցել տեղի բնակիչներին։
5 տարվա ընդմիջումից հետո խորովածի համահայկական փառատոնը վերադառնում է նոր վայրում եւ ընդլայնված ծրագրով։ Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 1-ին ժամը 12-ին։ Այն կանցկացվի Ստեփանավանի Ալեա զբոսայգում։ Փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին եւ տարիներ շարունակ անցկացվել Ախթալայում։ Կազմակերպիչների գնահատմամբ միջոցառումը նպաստել է քաղաքի եւ պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը, զբոսաշրջիկների հոսքի ավելացմանն ու տեղի բնակիչների եկամուտների աճին։ Այժմ նույն փորձը նախատեսվում է կիրառել Ստեփանավանում, որից զբոսաշրջային ներուժը կազմակերպիչների համոզմամբ ամբողջությամբ չի օգտագործվում։ Առաջին եւ հիմնական շահառուն դա տեղի բնակչությունն է։ Մեզ միջոցառումը եթե տեղի բնակչությունը չընկալի որպես եկամուտ շահել, որպես ինչ-որ սոցիալական խնդիր լուծելու մի միջոց, միջոցառումը կարելի է համարել չստացված։ Փառատոնի ընթացքում կանցկացվի խոհարարական մրցույթ 3 անվանակարգով՝ լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահղացում։ Կընտրվի նաեւ բացարձակ հաղթողը, իսկ Ստեփանավանի համայնքապետարանը հատուկ մրցանակ կսահմանի։ Խորովածը ներկայացվելու է ոչ միայն որպես մսային ուտեստ, այլև որպես պատրաստման եղանակ։ Նախորդ տարիներին մասնակիցները ներկայացել են բանջարեղենի եւ նույնիսկ մրգերի խորոված։ Այս տարվա նորամուծություններից կլինի 3 մետր երկարությամբ քաբաբը, որի համար հատուկ կրակարան է պատրաստվել։ Ամենաիդեալական սահմանումը պարոն Մամուլյանն է տվել, խորովածը դա ոչ միայն ուտեստ է, այլ նաեւ պատրաստման եղանակ եւ ավանդապես շատ ուտեստներ կան, որոնք երբեմն նույնիսկ չենք մտածել, որ կարելի է խորովելու միջոցով պատրաստել եւ հուսով եմ այս տարի մենք կունենանք հետաքրքիր ուտեստներ։ Միջոցառումը կշարունակվի մինչև ժամը 22-ը։ Համերգային ծրագրին կմասնակցեն Լոռու մարզի ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները, նաև Երևանից հրավիրված երաժիշտներ։ Փառատոնի մուտքը անվճար է։ Երևանից նախատեսվում է նաև անվճար տեղափոխություն։ Ավտոբուսները Հանրապետության հրապարակից կմեկնեն ժամը 10-ին, իսկ Ստեփանավանից կվերադառնան ժամը 20-ին։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել փառատոնի պաշտոնական սոցիալական էջերում հրապարակված հղումով։ Զբոսաշրջության կոմիտեն մասնակցում է միջազգային հեղինակավոր զբոսաշրջային էքսպոներին եւ էքսպոների ժամանակ մենք մեկ միասնական տաղավարով զբոսաշրջային ընկերությունների հետ ներկայացնում ենք Հայաստան։ Բնականաբար բացի զբոսաշրջային պրոդուկտներից, փորձառություններից ներկայացնում ենք նաև Հայաստանի արժեքները, դա գաստրոնոմիան է, դա հայկական գինին է եւ այդ հյուրընկալությունը դա այն հիմնական կետն է, որը գրավում է օտարերկրյա զբոսաշրջիկներին եւ գալիս են Հայաստան։ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ անցկացվող փառատոնները նախորդ տարի ունեցել են առնվազն 5000-ական այցելու։ Կազմակերպիչները նախատեսում են խորովածի համահայկական փառատոնը դարձնել ամենամյա եւ այսուհետև անցկացնել։ Այսպիսիներ անցնող շաբաթը հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։